որտեղ է տեղապտույտ ստացվում, հետո հասկանում ենք հետևյալ կերպ, որ ու դրա մասին ես նախկինում եմ այստեղ խոսել, դե մի փոքր լավություն էս մեր երկիրն էլ փոքրն է, չէ՞, պատկերացրեք, այսքան մարդ ունի այդքան ծանոթ դասարանցի ընկեր, բարեկամ, բանակի ընկեր, հարևան եւ այլն եւ այլն։ Մի փոքր լավ վերաբերվի, ինչպես ընդունված է ասել, օպերատիվ օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի քննչական օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի դատախազական օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի դատական օղակը, հետո դատական օղակն էլ հələ 3 հատ կա։ Մի փոքր առաջին հացանը լավ վերաբերվի, մի փոքր վերաքննիչը լավ վերաբերվի, մի փոքր է վճռաբեկը լավ վերաբերվի, որևէ գործ տեղ հասնելու շանսը կորցնում է, բացարձակապես։ Եվ եթե մենք վերլուծենք, կտեսնենք, հա գնում հաղորդագրություն, ինչքան ասես հաղորդագրություն, այդ ամբիոնից անդադ հնչում է, որ հարուցեցինք, էս արինք, բայց լավ, վերջը ինչ առնում, ժողովուրդ ջան, ինչ առնում այդ վերջը։ Ու հետո հասկանում ես, որ վերջ չի լինելու։ Ասենք, որ թողես տենց եւս 15 տարի հաղորդագրություններ կլինի այդ նույն գործի մասին, թե ինչպես մենք հասանք հերթական վճռական հանգրվանին։ Այս միջավայրում հնարավոր չի, կոռուպցիայի դեմ հնարավոր չի պայքարել։ Լավ վերաբերվելու, վատ վերաբերվելու սահմանը ես ուրիշ տեղ եմ տեսնում։ Ես տեսնում եմ ֆորմալ վերաբերմունքը փոխարինել բովանդակային վերաբերմունք, որովհետև այդպիսի դեպքեր են լինում, ես ինչքան հասկանում եմ, որ շատ ֆորմալիստական վերաբերմունքը կարող է նաև որոշակի ոչ ճիշտ տեղեր տանի։ Այսինքն մենք բովանդակության մեջ հարցին պետք է անդրադառնանք։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրենք, որ սրանք գործոններ են, որ նա այս ամեն օղակում տենց եսի ինչ առանձնապես բան տեղի չունեցել, էլ ամենտեղ մի հատ կես ստորակետ այն տեղում չդրվի, որևէ գործ, նույնիսկ ամենատենց ծանրակշիռ, ինքը երբեք չի կարող գնալ եւ դառնալ հանգել իր տրամաբանական ավարտին։